հայկական ժամանակում մենք ունեինք մի քանի պերսոնաժներ, որոնք Նիկոլ Փաշինյանի ատելի պերսոնաժների հնգյակում էին եւ այդ հնգյակի մեջ առաջի հորիզոնականներից մեկում Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանն էր եւ հիշում եք նույն վարչապետ Նիկոլը ազգային ժողովի ամբիոնից բղավում էր այդ չգիտեմ Բենթլիները, հետո հիշում եք սիրուհիները, ստեղ ընդեղ երեխեքը տարբեր երկրներում եւ այդ թոփի մեջ Նավասարդ Կճոյանն էր, բայց մենք տեսնում ենք, որ մի հոգեվորական, որը եթե կուսակրոն է, ես էլ Անգլիայի թագուհին եմ կամ Մայր Թերեզան եմ, հերքեք Բենթլի Սամո, որ դուք կամ ապացուցեք, որ դուք կուսակրոն եք, տեսնում ենք, որ այդ մարդկանց իր ծրագրերի համար Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատրաստ է օգտագործել, այլև պատրաստ է մոռանալ Բենթլի Սամոյին մեղսագրվող տարբեր մեղքերը, տարբեր օֆշորային սկանդալները, սիրուհիները, Բենթլիները, զենքերի հետ կապված պատմությունները, ինչով օֆշորային սկանդալը, ինչով ողողված էր մամուլը, սա